Եկել եք Սուրբ Պատարագի մասնակցելու։ Այո։ Ձեզ համար ընդունելի է, որ կարգալույս եղած քահանան է մատուցելու, նրանից եք հաղորդություն ստանալու։ Կարգալույցով արի, ժողովուրդը պետք է կարգալույց անի, ժողովուրդն էլ ընդունում է այդ մարդուն, այդ կարգալույց չի։ Չեք ընդունում։ Գտնում եմ, որ ինքը պետք է անի։ Իսկ գիտեք, որ նա այսուհետ ասում է ձեր կարգին, աշխարհի կարգին, մեզ նման սովորական մարդ է եւ դուք գնում եք նրանից հաղորդություն ստանալու։ Ձեր եւ Աստծո հետ կապը ամուր կլինի այդպես։ Որպես հայ քրիստոնյա ինչպես եք դատում դուք։ Ես գտնում եմ, որ ժողովուրդն ընդունե որպես հոգեվորական, ծեսերը բոլորը կատարելու։ Ինքն էլ պետք է այս արարողությունը անի, ուրիշ բան չգիտեմ ես, այդքան բան։ Իսկ Տեր Մանուկին, Տեր Սարգիսին չեք ընդունում։ Ճիշտ ասած ես իրանց հետ չեմ ճանաչում, առաջ անգամ եմ ես դեպքերից հետո եմ անունները լսել։ Ձեր կամքով հիմա եկել եք կարգալույս եղած քահանային։ Եկել եմ, ոնց ասած, այդ իմ պարտքը կատարելու։ Նաև Տեր Արամին, կարգալույս եղած Տեր Արամին իր աջակցությունը հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այսօր էլ ներկա է գտնվելու պատարագին։ Նաև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է ժողովուրդը պատրաստ լինի, կոչ է արել պատրաստ լինելու, որ վեհարանը վեհափառից ազատեն։ Եթե հայտարարի, որ արդեն սկսվել է, գնում են վեհարանը ազատագրելու, դուք մասնակցելու եք։ Այո։ Մասնակցելու եմ անպայման, եկեղեցու հետ կապված բոլոր ծեսերին կմասնակցեմ, առավել եւս կարգալույց եղած գնում են Էջմիածին կաթողիկոսին գահանկեց անելու։ Ձեզ համար ընդունելի է դա։ Այո, ընդունելի է։ Ինչու, որովհետեւ այսօրվա մեր հոգեվորական առաջնորդը, ինչպես կոչվում է, անուն էլ չգիտեմ, ժողովրդի կողմից չի ընտրված։ Բայց որ անունը չգիտեք, ինչ գիտեք։ Բայց մամուլից ամեն տեղյակ եմ, որ կարգալույց պետք է արվի պարտադիր, որովհետև ժողովրդի մեծամասնությունը չի ընդունում որպես հոգևոր առաջնորդ։ Կարծում եմ այտենց, չգիտեմ ուրիշ բան։